Ուրեմն պիտի գեցոանանք առաջին Պետրոսի ասենք նամակին վրա, անցյալ շաբաթ անդրադարձանք հույս ծախողութենեն անտին եւ հավանաբար Պողոս Սարակյալի Պետրոս Սարակյալի կյանքի մեջ անդրադարձանք հանգրվաններու, երբ ան ծախողեցավ դարբեր պատճառներով շատ անգամ իր հբարդությունով, իր փարգությունով, բայց դերը իրեն դարձել արիտ տվավ աշակերտ լալու եւ առաջնորդ լալու եկեղեցի մեջ։ Քրիստոսի հետ ամեն բանի մեջ միշտ հույս կա։ Եվ նաեւ ծախողութեն անտինալ հույս կա, բայց այսօր պիտի նայենք տեսնենք հույս փորձութենեն անտին։ Եվ ուրեմն գուզեմ գարտալ առաջին Պետրոսի նամակեն առաջին գլուխ 13-ն 17 համարները։ Ձեր մտքերը կոդեբնտեցեք, արթուն գեցած, կատարելապես հուսացեք այն շնորհքին, որ ցեզի պիտի դրվի Հիսուս Քրիստոսին հայտնվելու ադենը։ Հնազանդ զավակներու պես, ոչ թե ձեր դկիդության ադենվան ցանկություններով վարվելով։ Հապա ցեզ գանչող Սուրբին պես ցուկալ սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքներու մեջ, քանզի գրված է սուրբ եղեք, քանզի ես սուրբ եմ։ Եթե հայր գոչեք զանիգա, որ առանց աչարության գտադի ամեն մեկը իր կորձին հայմատ, ուրեմն ձեր բանտխտության ժամանակը վախով անցուցեք, գիտնալով, որ դուք ոչ թե աբագանացու արձատով կամ ոսկիով բրգվեցաք, որ ձեր հայրերեն ստացաք անուղիղ ջամփաներով, ապա Քրիստոսին բադվական արյունովը, որպես թե ամփից ու անարատ կարիմը։ Թող դեր օրհներ սուրբ խոսքին ընթերցումը։ Հիսուսի կյանքի մեջ կարևոր դեպքեր կան, կարևոր հանգրվաններ կան, եւ բոլորս ալ գիշենք Տեր Հիսուսի այլագերբության դեպքը։ Լերելով այլագերբեցավ արձակրված ավետարաններու մեջ եւ աշակերտներ իր փառքը դեսան, Քրիստոսի փառքը դեսան, քանի որ երեսը դարբեր փայլքուներ, դարբեր բնույթ ուներ, եւ երկու գոմերը դեսան Մովսեսը եւ Եղիան, օրենքի ներկայացուցիչը եւ մարգարեության ներկայացուցիչը, եւ անշուշտ գիտենք Պետրոս Տեր Հիսուսի առաջարկը կներկայացնի, գսե որ ով դեր ինչ լավ է, եթե հոս մնանք, եթե խրջիտ մը շինենք եւ հոս կենանք փու парքիտ մեջ, ահվոր է աշխարհեն հերու այս լերան վրա եւ այս парքը աստվածային парքը վայելենք։ Ինչու ասի գսեմ, քան որ գտնանք մեկ մեզի հետեւյալ հարցումը հարցնել։ Ինչու համար երբ հավատքի գուքանք եւ Տեր Հիսուսը գտնունինք, ինչու համար դերը մեզ իր երկնային парքը չի դանիր։ Չեմ կդեր լաբի դելար, լաբի չլար։ Ինչ լաբի դելար դերևս երբ որ ապաշխարեինք վերստին զնուտ ունենք եւ ամիջապես Քրիստոսի կով երթայինք։ Լավ գլար։ Հանգարց գինդ պիցկես, զավագդ պիցկես։ Վդացեք մեկատ։ Ինչ կրնալալ։ Հովանու ավետարանի մեջ Հիսուս երբ կաղոթե իր աշակերտներուն համար իր հորմեն գխնդրել գսե ոչ թե զիրենք աշխարհեն վերցուր, բայց իրենք աշխարհի մեջ բահ է։ Ադոր համար գաղոթե։ Ասի երևակայեցեք, որ ընտանիքի անդամը եթե վերստին զնուտ ունենա, ամիջապես երկինք երթա դերոջը парքի մեջ լալու։ Այդ ընտանիքի մեջ դարօրինակ վիճակ պիտի ստեղծվեր։ Դերը որոշեց մեզի արիտ տալ հավելյալ դարիներ այս աշխարհի վրա կյանք ունենալու։ Այդպես չի վարվիր մեզի հետ, որովհետև գուզե հավելյալ արիտ տա ապրելու այս աշխարհի մեջ, այս աշխարհի վրա կյանք ունենալու, որբեսի այստեղ Քրիստոսի համար ապրենք։ Եվ անոր եւ աշխարհի մեջ երևնանք որբես լույս աշխարհի մեջ։ Քրիստոսի նպատակը ադիգա է որ մենք ապրենք այս աշխարհի մեջ, Քրիստոսի համար ապրենք, որպես Քրիստոսի աշակերտներ ապրենք, որպես Քրիստոսի վկաներ ապրենք եւ
իր լույսը լանք աշխարհի մեջ։ Այդպես թող լուսավորեց ձեր լույսը մարդոց արջև գսե, որովհետեւ տեսնեն ձեր բարի գործերը, բարի կյանքը եւ փառավորեն ձեր հայրը, որ երկինքն է։ Անշուշտ գիտենք, որ կյանքը այս աշխարհի մեջ ժամանակավոր կյանք է, դեռ մը պիտի վերջանա։ Բայց այս ժամանակավոր կյանքի մեջ դերը մեզի արաքելություն կուտա, դերը մեզի գործ կուտա, դերը մեզի գուզե որ այս վկայության կյանք ապրենք, որբեսի մարդիկ շիդակ ջամփուն մեջ առաջնորդենք, որբեսի մարդոց շիդակ ջամփան ասո ջամփան ցույց տանք։ Այդպես նայելու ենք մտքին այս վիճակին։ Հիմա բոլոր դար գիտեք Սալմոն ցուգը։ Գսվի որ այս ցուգը ընդհանրապես Գաբրի անուշ ջուրի մեջ եւ որպես աբրի եղեր հոսանքին հագարակ գլողա։ Միշտ հոսանք այսպես կոս ինքը հոսանքին հագարակ գլողա։ Անշուշտ հավատացյալն ալ իր հավատքի կյանքի մեջ ճիշտ այդ ցուգին բես է եւ այդ ցուգին բես լալու է։ Ինչու՞։ Քան որ գիտենք որ այս աշխարհը ունի եւ կորզե թրությամբ մը որ հագարակ է որ դարբերը ասո ճշտած սկզբունքներն։ Եվ եթե դու այդ սկզբունքներուն պիտի հետևիս, չես կնար ասո ջամփում մեջ լալ։ Եվ անշուշտ աշխարհի թրություն, աշխարհի սկզբունքները գուզեն մեզ աստուծմե եւ հոգեվոր արժեքներեն հեռացնել։ Արաքյալ ինչ կսե Պողոս արաքյալ մի գերբարանիկ այս աշխարհին գերբարանքով գաճեմ գսեցեզի հաբա ձեր մտքին նորոգությունով նորոգվեցեք որպես գիտնակ թե ինչ ասո գամքը որ բարի եւ հաջելի եւ գադարիալ է մի գերբարանիկ այո այս աշխարհի մեջ ենք այս աշխարհի մեջ գործ ունենք արաքեություն ունենք բայց այսպես եք վգա եղեք օրինակ եղեք բայց նաեւ մի գերբարանիկ աշխարհին պես մի ըլլակ եւ որպեսի չի գերբանիս այս աշխարհի պետք է որ ասո գամքը գիտնալու ենք եւ անշուշտ իր խոսքին միջոցով այդ ասո գամքը պիտի գիտնաս ադանք մեջ որ ասված պիտի աղոթես եւ ասված քեզի մեսեջ պիտի գրգե WhatsApp-ից վրա գամ պիտի խոսի ասո գամքը պիտի գիտնաս ասո խոսքին միջոցով անշուշտ Սուրբ Հոգին պիտի բացատրի եւ Սուրբ Հոգին քեզի ուղղություն պիտի տա թե ինչ ասո գամքը քեզի համար եւ քույրեր եղբայրներ այս մեկը ասո խոսքին մեջ լալը շատ կարեւոր է որբեսի մեր հավատքի կյանքի մգանները զորավոր լան եւ ինչու զորավոր պետք է լան որբեսի գարենանք ոտքի վրա գնալ որբեսի գարանանք աճ եւ ցախ չերտալ որբեսի գարանանք թիմատրել որբեսի գարանանք բայկարիլ ֆիզիկապես երբ շարժում չունիս երբ մգանները չեն շարժիր ինձի հարցուցեք մգանները կդգարանան եւ գահալին եւ չես կրնար ոտքի վրա գնալ դգար գսկաս եւ որբեսի իդ նախորդ վիճակիդ վերադառնաս պետք է որ դարձյալ այդ մարզանքներու ենթարկվիս որբեսի կարնաս իդ մգաններդ զորացնել որբեսի կարնաս ոտքի վրա գնալ որբեսի կարնաս քալել որբեսի կարնաս վազել որբեսի կարնաս փամշալգել Դավիթ թագավոր երբ հանգիստ եւ անդարբեր սկաց հաջողություններով հրաբուրված եւ բանակը գգրվեր ինքը դուն արանցին բալադի մեջ բادرազի պետք է լար բանակին հետ եւ հոնչեր փորձության ենթարկվեցավ եւ չի գրծավ թեմթնել այդ ֆիզիկական փորձության եւ գիտեք անշուշտ պատմությունը Սատանան երբ Տեր Հիսուսի մոտեցավ եւ ուզեց շեղել զինք իր արաքեյությանի ինչրավ փորձության ենթարկեց աշխարհային չափանիշներ գործածելով աշխարհի սկզբունքները գործածելով անոթի ես այո քարը հացր է եւ գրնասնել վերած եւ պիտի հաջողիս Տեր Հիսուս 5000-ը գերագրեց եւ զինք թակավոր պիտի ունեին
Փախավ մեջերն են գսե Հիսուս ասո խոսքը։ Ինձ երկբակտյուն ամենը քեզի գուդամ։ Թյուրին ջամփան հաջողելու։ Քրիստոս եկած էր խաչի ջամփան բռնելու։ Նեդվիր դաջարեն եւ ռեշտակները պիտի գրգե եւ քեզի պիտի վերցնեն։ Այդպես գրված է գսես ասո խոսքի մեջ։ Դերը հավատարիմ է։ Հիսուս կսե ու դեր Աստվածդ չի փորձես։ Մի փորձեր։ Այո, փորձությունները նաև գրնանքալ հաջողության ժամանակ։ Ինչպես բադայեցավ Դավիթի, ինչպես որ բադայեցավ Բողոսի, նաև երբ Արաքելոցքի գսերդենք գամը առողջացուց, ոտքի վերցուց եւ հետանոսները ասին որ ճասվածները իջած են։ Ուզեցին երկրպագություն ունել Բողոսի։ Սա որ շատիր եղբայրներ ես Աստված չեմ, բայց գրնար իր հաջողությունով, իր այդ հրաշքով հբարդանալ։ Սակայն փորձութենեն անտին Քրիստոսով հույս ունենք ոտքի գնալու եւ մեր կյանքը շարունակելու։ Եվ ասիկա այսօրվա դերևս հիմնական միտքն է։ Պետրոս Արաքյալ այդ փորձառութենեն գկրե, որովհետև Հիսուս իրեն երկրորդ արիթ տվավ ոտքի գնալու, հակառակ իր թիմակրաված փորձություններուն եւ ինալներուն։ Ուրեմն այս բոլորեն մեկնած, եթե այս հատվածը գարտացինք եւ եթե ուշադիր եղանք, Արաքյալ եկեղեցին եւ հավատացյալները գհրավիրե սրբության կյանքը ապրելու այս աշխարհի մեջ։ Կամ գիշեցրե որ մենք սրբության կյանքը ապրելու կանչված ենք եւ գսե որ սուրբ եղեք, ցեզ գանչողին պես, հաբա ցեզ գանչող սուրբին պես, դուք ալ սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքներում մեջ։ Անշուշտ ասո խոսքի հասկացողության մեջ սուրբ ըսել է Աստծո համար հատկացված, Աստծո նվիրված։ Եվ եթե դաջարին մեջ իրեր գային, արարգաներ գային, որ սուրբ կնկատվեին, որովհետև այդ իրերը, այդ տաջարի մեջ բաշտամուքի համար կկործածվեին, Աստծո բաշտամուքի համար կկործածվեին։ Ուրեմն եթե մենք սուրբ ըլլալու կանչված ենք, սուրբ կյանք ապրելու կանչված ենք, ուրեմն ասել է որ մենք Աստծո պետք է որ պատկանենք եւ Աստծո համար պետք է որ կործածվենք այս աշխարհի վրա։ Ուրեմն գաբրինք սուրբ ըլլալու ենք, որ անշուշտ մի քանի բան կնշանակի հետևյալը, ասի Աստծո դրամատրված, ինչպես որ դաջարի իրերը դրամատրված էին, զատված հատուկ նպատակի համար եւ անշուշտ մեր նպատակը Քրիստոսի համար ապրիլն է, Քրիստոսի համար ապրիլն է եւ այս process-ի մեջ, այս ընթացքի մեջ հնազանդությունը իր խոսքին, Քրիստոսի եւ իր խոսքին շատ հիմնական է եւ շատ կարևոր։ Ինչու՞։ Դες այո սուրբ եք, բայց հնազանդ զավակներու պես։ Հնազանդ զավակներու պես, որովհետեւ մեր հնազանդությունը մեզ Տեր Հիսուսի գմոդեցնե։ Մեր հնազանդությունը Տեր Հիսուսի գնմանցնե։ Ինչու՞։ Գիտենք, որ Հիսուս մինչև վերջ հնազանդեցավ Աստծո խոսքին։ Մինչև խաչ հնազանդեցավ Աստծո խոսքին։ Գադարյալ հնազանդությունով։ Ուրեմն ես որքան Աստծո խոսքին հնազանդ կլամ, ասել է որ երթալեն ավելի Քրիստոսի գնմանիմ որ, Քրիստոսի օրինագին գհետևիմ որ։ Եվ անշուշտ սիրելիներ հնազանդությունը մեր հիմնական գոչումն է, եւ եթե մենք փորձության ենթակա ենք, եւ եթե մենք հոգեվոր բայկարի մեջ ենք այս աշխարհի մեջ եւ այո հոգեվոր բայկարի մեջ ենք, պետք չէ մոռանանք, որ այս բայկարի մեջ հնազանդությունը պաշտպանողական զենք չէ։ Այո, մենք պաշտպանողական զենքերով պետք ունենք եւ Եփեսացիոն նամակի մեջ Պողոս Արաքյալ գկրե այդ մեկը, բայց պաշտպանողական զենք չէ։ Ինչու՞ համար ասկա գսեմ, հնազանդությունը ավելի հարցակողական զենք
գնկադեմ։ Որովհետև Պետրոս կսե որ դերմը հնազանդ եք Աստծո խոսքին եւ սատանան ցեզմե ինչ պիտի լա պիտի փախչի։ Այո, շատ անգամ պետք ունենք պաշտպանվելու, բայց կսե որ հնազանդ եք Աստծո խոսքին եւ սատանան ցեզմե պիտի փախչի։ Ադորամար կսեմ որ հարցակողական զենք է։ Գուզես որ փախչի Աստծո խոսքին հնազանդ եղիր եւ արդեն ինքը քեզմե պիտի փախչի, որովհետեւ կտեսնենք որ 3 անգամ Տեր Հիսուսի մոտեցավ եւ կսավ վերջավորության ցկեց եւ ժամանակի համար ցկեց եւ քնած։ Եւ Հիսուս ինչպես պայքարեցավ, ասելով որ քրված է որ մարդ միան հացով չաբրիր, այլ նաեւ ինչ որ Աստծո խոսքով կամ ինչ որ Աստծո բերնեն գելլե։ Երբ հնազանդինք անշուշտ սատանան մեզմե պիտի փախչի։ Բայց անշուշտ նաև պետք ունենք մենք մեզ պաշտպանելու։ Նաև պետք ունենք պաշտպանողական զենքերու։ Եվ ադորամար առաքյալը գսե որ այստեղ գսե ծեր մտքերը ինչ եք կոդեբնտեցեք։ Եվ արթուն գեցած գադայելաբես ուսացեք այն շնորհքին որ ցեզի պիտի դրվի Հիսուս Քրիստոսին հայտնվելու ադենը հնազանդ զավակներու պես նորեն հնազանդության գուկա։ Այո, պետք ունենք պաշտպանական զենքերու։ Մեր մտքերը կոդեբնտելու եւ մի քանի քահապարներ պիտի ամասոր մասին պիտի պագեմ, բայց արթուն գեցած։ Այսինքն ըսկաստ։ Եթե արթուն չես, եթե ըսկաստ չես, սերը որ բանը պիտի կա եւ պիտի գնաս։ Քանի որ քնացած ես, քանի որ արթուն չես, շատ անգամ գրնանք մեր աչքերը բաց լան, գրնան բաց լալ, բայց մեր միտքերը գրնան քնացած լալ եւ գրնանք անսկաստ վիճակի մեջ լալ։ Այո, մեր մտքերը ենթակա են հարցակումներու։ Ինչ կնշանակի այս մեկը կորզնականորեն, ինչպես կրնանք մեր մտքերը կոդեբնտել, Բողոս կսե հաբա ծեր մտքի նորոգությունովը նորոգվեցեք, ծեր միտքը նորոգեցեք Աստծո խոսքով, Աստծո հոգիով, անշուշտ այդ մեկը Բողոսի կվերապերի, բայց Պետրոսի վրա ենք, ուրեմն Պետրոսն նույն բանը գսե ծեր մտքերը կոդեբնտեցեք։ Առաջին ուշադիր եղիր թե ինչ բանի մասին գմտածես մտքիդ մեջ։ Կան որ շատ բաներ մեր մտքի մեջ կսկսին։ Ինչ բանի մասին գմտածես եւ ինչ բանի գնայիս։ Հետո գարտայքս մեր աչքերը մեր աչք ամենե մոտ կորձիկն է մեր մտքին։ Եվ մեր աչքերը հաջող գամուր չեն, որ մեր դուսի աշխարհը գգաբեն մեր մտքին հետ։ Եվ մենք եւ ֆիլոսոֆիի մեջ այդ մեկը գսորվեցնենք perception-ի յութի մեջ, որ աչքով կսկսի։ Եվ անշուշտ աչքերն են, որ մեր միտքը շատ արագ մեզ ցանկություններու գրնան առաջնորդել։ Դարբեր տեսակի անշուշտ ցանկություններու։ Ուրեմն ուշադիր լալու ենք թե ինչ բանի մասին կմտածենք։ 1, 2 ավելի մտածե մեղքին հետևանքներու մասին, քան անոր դված ժամանակավոր հաջուկին մասին։ Շատ անգամ բան մգնես, գրնա հաջելի լալ, բարյանի համար, բայց անոր հետևանքները երկար ժամանակ գրնաս գրել։ Շատ անգամ գրնաս պարգանալ մեգումը եւ պարգություն բարբել եւ դերևս այդ վարյանին հանգիստ սկալ, որովհետեւ չգիտնամ սիրտդ բարվեցիր, սելիքը դսիր, բայց յետքը կտեսնես որ որքան այդ հարաբերությունը շտկելը, այդ վիրավորանքը շտկելը որքան ժամանակ գրնա բանջել։ Եվ երբեմն չի բուժվիր, քանի որ թիմացին վիրավորեցիր, քանի որ դու սխալ ծեով արվեցիր, սխալ բարերը սիր, ինչու բարձավես որովհետև բահմը ուզեցիր այդ բարգությունը բարբել։ Ուրեմն մտածի մեղքին հետևանքներու մասին կան անոր դված ժամանակավոր հաջուկի մասին։ Այս մեղքը ինչ հետևանք կրնա ցկել իմ վրաս
շրջանագիս վրա, որքան ուսախապ կնեմ դերը իմ այս հրաձովս, որ իր կյանքը ինձի համար թրավ, երրորդ օրդ սկսիր նորոգելով քու ուխտդ դերը բադվելու։ Երբ որ արդու կսկսես որ ով դեր այսօր գուզեմ քեզ բադվել օրբանս մեջ։ Ասիկա քու այդպես խոսիր դերոջը հետ եւ օրդ իրեն նվիրե։ Գարժե օրբան ընթացքին արդու Տերևս մտածե մարդահրավերներու մասին, որ պիտի մակրավես այդ օրվան մեջ։ Ես այսօր արդու արտնցա։ Ինչ ունիմ այսօր ընելիք։ Ինչ են ընելիքներս, ինչ են չալենջներս, ինչ են մարդահրավերներս։ Ինչ պետք է ունիմ։ Եթե գսկաս որ փորձությունը գրնա թեմը թանտիբիլ, դերոջը խոսիր անոր մասին։ Սկիզբեն։ Կամ դժվար վիճակ ունիս, դժվար որոշում ունիս, դժվար գործ ունիս, ով դեր ինձ հետ եղիր որ այս գործից մեջ գանամ շիդակ ծևով վարվել եւ քու գամքիդ համացայն ապրիլ։ Ինչ համար ասի գսեմ որ երբ որ կջամփորտես եւ վալիզները կուդաս երբեմն բաներում ասենք գելեն եւ պատտված գլա վրան կրված գլա fragile։ Եթե ադիգա դեսնես ասելը որ այդ ինչ որ գա ադոր մեջ փխրուն է։ Եվ ուշադիր պետք է վարվիս, որովհետև գրնաս գոդրել։ Մենք fragile ենք, հայերեն բառը փխրուն ենք, այս ենթակա ենք գոդրվելու։ Եվ ուրեմն ասե որ ով դեր այս վիճակս քեզի գանցնեմ նաև այսօր եւ դուր որ օգնե որ այսօր գանամ քեզ բադվել ընելիքներուս մեջ եւ անշուշտ Չանա օրվան ընթացքին դեր Հիսուսի մասին մտածել, իր կյանքի մասին մտածել, իր խոսքերու մասին մտածել։ Եվ եթե պիտի գարնաս մտածել, կարևոր է որ նաև գարտաս իր խոսքեն։ Ինչ տավ գլա այդ օրդ ասո խոսքով սկսես եւ նաև օրվան ընթացքին այդ խոսքերու մասին մտածել։ Ուրեմն այս բոլորը գոկնեն որ մենք գարենանք գետրոնացած լալ Աստծո վրա։ Ուրիշ բաներ անշուշտ կրնանք գսել, կրնանք ավելցնել, բայց խորին որ այս որոշ թելադրությունները այսօր, այս որոշ կետերը մեզի օգնելու են, որ գարնանք մաքուր կյանք ապրիլ այս, ասենք, աբագանած աշխարհի մեջ։ Եվ իշենք, որ դերը մեզ ճիշտ ադոր համար այս աշխարհի մեջ գծկե, որպես գարնանք իր վգաները լան։ Եվ եթե ծախողինք, եթե ինանք, հիշենք, որ նաև այդ փորձութեն անտին դագավին մեզի համար հույս կա։ Հույս Քրիստոսով հույս կա։ Ետ ոտքի գնալու, ետ մեր կյանքերը շարունակել, որը դերը ամեն անգամ մեր գլխում պիտի չի զարնե, բայց պիտի օգնե, որ շարունակենք, անշուշտ Պայմանով, որ նաև մենք կարողանանք մեր սխալներեն սորվել եւ նույն սխալը ամեն անգամ չնել։ Ուրեմն ծեր մտքերը կոդեմնտած արթուն գեցած կադայլաբես հուսացեք այն շնորհքին, որ ցեզի բիդրվի Հիսուս Քրիստոսի հայտնվելու ադենը հնազանդ զավակներու պես։ Դերը մեզի այս հնազանդության հոգին դա ամեն բանի մեջ։ Ամեն